Ասում են երիտասարդությունը ոչ թե ժամանակաշրջան է, այլ հոգեվիճակ։ Այդ հոգեվիճակը այս տարի կլինի ապարանինը, քանի որ ապարանը կլինի 2025 թվականի երիտասարդության մայրաքաղաքը։ Մշակույթը, սպորտը եւ նորարարությունը կլինեն ապարանում, տալով երիտասարդների գաղափարներին նոր հնարավորություններ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից անցկացվող տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթում հաղթած ապարան համայնք այս տոնական տրամադրությամբ մեկնարկեց 2025-ին երիտասարդական կյանքի էպիկենտրոն դառնալու իր պատվավոր գործառույթը։ Այս տիտղոսը քաղաքին հնարավորություն կտա իրականացնել նոր ծրագրեր, զարգացնել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքներն ու խթանել երիտասարդների ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին։ Որ ճիշտն ասեմ, ապարանը, որ դարձավ երիտասարդական մայրաքաղաք, շոկ ապրեցինք, մի տեսակ չհավատացինք, չէին կարող մեր էմոցիաները զսպել, որ այդ մեծագույն ու բարձր քաղաքներից հենց ապարանը ընտրվեց։ Կարծում եմ առաջիկայում ունենալու ենք բազմաթիվ ծրագրեր, որի մեջ թե բոլոր ապարանցիներս, ինչպես նաև ապարան համայնքի բոլոր գյուղական բնակավայրի երիտասարդներն են ներգրաված լինելու, այնպես էլ նաև ամբողջ Հայաստանի Հանրապետությունում գտնվող երիտասարդները ունենալու ենք մեծ ցանց, այսինքն ծանոթանալու ենք, մասնակցելու ենք բազմաթիվ թե ֆորումների, որոնք եւ տեղական են եւ միջազգային ստանդարտներով։ Այս ծրագրի իրականացման համար Հայաստանի պետական բյուջեից հատկացվել է շուրջ 10,2 միլիոն դրամ դրամաշնորհի տեսքով։ Մրցույթն անցկացվում է ամեն տարի, նպատակ ունենալով աշխուժացնել մարզային երիտասարդական դաշտը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին եւ նպաստել համայնքային նորարար գաղափարների կյանքի կոչմանը։ Անում ենք միջազգային ու տեղական ծրագրեր։ Միջազգային ծրագրերը, այսինքն գյուղից բավականին շատ երեխաների, ինչի չէ նաեւ մարզի համար ուղարկում ենք դրսում եւ նույն փոխառությունը նաեւ ոշական ենք վերում։ Ապարանի մշակույթի կենտրոնի հարևանությամբ տեղի երիտասարդները հավաքվել են իրենց նոր գաղափարներով եւ ծրագրերով, ներկայացնում են իրենց ունակություններն ու ձեռագործ աշխատանքները։ Նկարը անուն ունի։ Ինչ անուն ունի։ Հեքիաթային աչք։ Հեքիաթային աչք։ Որովհետեւ նկարում աչքը հեքիաթ է տեսնում, ոչ թե ինչ-որ հասարակ աշխարհ։ Երիտասարդների աշխատանքին ծանոթանալուց ու շրջայց կատարելուց հետո միջոցառման պաշտոնական մեկնարկին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ հաղթող քաղաքը ճիշտ է ընտրված։ Արդեն իսկ մուտքի մոտ մեզ դիմավորող մթնոլորտը ցույց է տալիս, որ ընտրությունը ճիշտ է կատարվել։ Շնորհավորում եմ։ Սրանք ուղղակի բառեր չեն, որովհետև իրոք այն գույները, այն երաժշտությունը, այն տրամադրությունը, որ տեսնում ես, միանգամից ցույց է տալիս, հենց ինչի մասին է այս մրցույթը։ Մրցույթի շրջանակում նախարարությունը նախատեսում է անցկացնել մի շարք կարևոր միջոցառումներ, որոնց թվում ամենամյա երիտասարդական ֆորումն է, երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները, միջազգային ֆորումներ, որոնք հնարավորություն կընձեռնեն երիտասարդների ներկայացնել նոր գաղափարներ ու կիսվել փորձով։ Իր հերթին ապարան համայնքն էլ նախատեսում է կրթական դասընթացներ եւ տրեյնինգներ, երիտասարդների զարգացման համար, ինչպես նաեւ մշակութային փառատոներ, ցուցահանդեսներ եւ ներառական ծրագրեր հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար։ Զարմանալի չէ, որ ապարանը դարձել է երիտասարդական մայրաքաղաք, քանի որ ապարանը միշտ աչքի է ընկել իր երիտասարդներով եւ երիտասարդահեն հիմքով։ Ապարանում երիտասարդական օրը շարունակվեց համերգային ծրագրով, որը մեկնարկեց Կոմիտասի ապարան երգի մեղեդիներով։ Լիպսիմե Ավակյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։